Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, մենք քիչ առաջ Վահեի հետ խոսեցինք նաև այսպես երկակի ստանդարտների մասին, ինչու է Հայաստանի Հանրապետությունում ստացվում այնպես, որ ընդդիմադիր գործիչները բանտարկվում են այն խոսքի համար, որը իշխանությունների քիմքին հաճելի չէ, իսկ իշխանության ներկայացուցիչներից բոլորը գրեթե գտնվում են ազատության մեջ։ Ինչու է այդպես գործում, չէ՞ որ ժողովրդավարության բաստիոն ենք մենք եւ պետք է որ այդ երկակի ստանդարտները չգործեն։ Բարև ձեզ։ Մենք այսօր իրականացնում ենք ակցիա աջակցություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների։ Այսօր աննախադեպ ռեպրեսիաներ են իրականացվում հասարակական քաղաքական գործիչների, հոգևորականների, բարերարների, գործարարների նկատմամբ այն մարդկանց, ովքեր ունեն այլ կարծիք, որը տարբերվում է իշխանությունների ոչ հայանպաստ մոտեցումներից։ Այն է Արցախի հայկական լինելու փաստը, այն է հայ առաքելական եկեղեցու անջատ լինելու եւ հենասյունը լինելու պետականության փաստը, եւ այս ամենի շուրջ մեր իշխանությունները ունեն այլ կարծիք եւ այն մարդկանց, ով արտահայտում այլ կարծիք, իրանք բանտարկում են, ռեպրեսիաների են ենթարկում, աշխատանքից են ազատում, շինցուքրական գործեր են սարքում մարդկանց վրա, որպեսզի փորձեն իրավիճակը փոխել։ Այն է վախի մթնոլորտ սերմանեն եւ այդ վախի մթնոլորտով փորձեն պահեն այն ընթացքը, որը այսօր գնում, այսինքն ոչ հայանպաստ, բայց ի օգուտ օրվա իշխանությունների, օրվա կառավարիչների, որպեսզի կարողանան պահել սեփական աթոռը։ Այսօր մենք տեսնում ենք, որ կա հետեւյալ սկզբունքը. աթոռ հանուն հայրենիքի, աթոռ հանուն սեփական շահի եւ աթոռը հակադրվում է պետական շահերի եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հետ հստակ ասա, ինչի պատճառով այդպես լինում, որովհետեւ օրվա կառավարիչները չեն ընդունում, չեն ընկալում, որ կան մարդիկ եւ այդ մարդիկ մեծամասնություն են կազմում, որ չեն ընդունում իրանց մոտեցումները, չեն ընդունում իրենց հրետորաբանությունը եւ սրա փաստն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջի տարբեր ընտրություններում, տարբեր համայնքներում պարտություն է կրում կամ եթե անգամ ռեպրեսիաների եւ ողջ վարչական ռեսուրսը օգտագործելու շնորհիվ եթե անգամ հաղթանակ արձանագրում, այդ հաղթանակը չի լինում 50+1%-ով, հա, լինում է ինչ-որ մի հատված 20%, 25%, որը ինչ-որ ձև սարքում են մեծամասնություն, հա, եւ սա է իրականությունը։ Այսօր Հայաստանում չկա խոսքի ազատություն, այսօր Հայաստանում չկա դեմոկրատական այն մոտեցումները, որոնց համար Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է եւ նախկին իշխանությունները այդ պայքարի միջոցով, այդ պայքարի արդյունքում արձանագրել են հետեւյալ կարևորագույն փաստերը։ Այսօրվա իշխանավորները չեն անցկացրել ոչ մի իրանց օր բանտերում հանրապետական իշխանության տարիներին, չեն ենթարկվել կտանքների, ընտանիքի անդամների վրա շինցուքրական գործերի միջոցով չեն փորձել վախեցնել իրենց եւ իրենց խոսքի ազատությանը ոչ մեկ չի բռնացել։ Եվ այդ ամեն ինչի իմ ասացի փաստը Հայաստանի նախկին իշխանությունների SEPA-ի համաձայնագիրն է եղել Եվրոպական միության երկրների հետ, ԵՄ-ի հետ, որը թեև անգամ օրվա իշխանությունները չեն իրականացրել ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Եվ այս պարտվողական քաղաքականության դեմ հանդես եկողները հայտնում են բանտերում քաղաքապետեր, մեծանուն բարերարներ, հոգևորականներ, այսօր քաղաքական հետապնդումների են ենթարկում անմարդկային վերաբերմունքի եւ ռեպրեսիաների են ենթարկում իրենց խոսքի համար, եկեղեցու կողքը կանգնելու համար, Հայաստանի այս կործանար ընթացքը կասեցման փորձ անելու խոսքով եւ լեգիտիմ հնարավորությունը օգտագործելու միջոցով, այսինքն քաղաքական հետապնդումները իրականացվում են ոչ միայն կարծիքի
այլ նաև խոսքի, այլ նաև մոտեցման այլ նաև խոսքի, այլ նաև մոտեցման գործիչ էին, հաղորդավար էին, ովքեր անգամ լրագրողներին է արդեն օրվա իշխանության ձեռքերը հասել, եւ մենք այսօր այստեղ ենք ասելով, որ մենք չենք համակերպվելու Հայաստանի Հանրապետության այս պայքարի խրամատի ներկայացուցիչներին, ովքեր պայքարում են ազգային արժեքների, քրիստոնեության, հայ առաքելական սուրբ եկեղեցու համար, հնարավոր չի վախեցնել շինծու քրական գործերով, բանտերով կամ կալանքներով, ձերբակալություններով։ Մենք պայքարում ենք մեր հայրենիքի համար, մենք չունենք սակարկման տեղ, չունենք սակարկման ենթակա որևէ ինչ-որ մի հատ հատված, որը կարող ենք սակարկել։ Մենք ունենք մեր հայրենիքի հանդեպ պարտականություն եւ մենք այս տրամաբանությամբ ենք ապրում, որ մենք պետք է հասնենք մեր վերջնական արդյունքին, այն է հանրապետական կուսակցության կողմից ձևավորված մի քանի հնարավորությունը, որից մեկը իմպիչմենտի գործընթացն էր, որի վարչապետի թեկնածուին Դավիթ Համբարձումյանին հանրապետական կուսակցության անդամ կալանքի տարան, որպեսզի այլևս իմպիչմենտի գործընթացը վիժեցնեն, հա։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրականությունը, սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը հետևյալն է. Ալեն Սիմոնյանը կարող է խոսալ նույն խոսույթով եւ չնստել, չդատվել, այլ ընդդիմադիր գործիչ կարող է նույն խոսույթով խոսել եւ դատվել։ Արտուր Հովանեսյանը կարող է ասել պատգամավոր լեզուտ կկտրեմ եւ իրան որևէ բան չլինի, ընդդիմադիր գործիչ ասի նույն բանը, իրանք կկալանավորվեն։ Իշխանության հետ կապ ունեցող մարդկանց մոտ գտնում են թմրամիջոցներ եւ իրենց որևէ քրեական գործ, այսինքն խափանման միջոց չի իրականացվում, չեն կալանավորում, բայց եթե ընդդիմադիրի մոտ անգամ չեն գտնի որևէ բան, նրանք կալանավորվում են, կապ չունի ինչ որ հորինված, ինչ որ հեքիաթային իրականության հետ աղերս չունեցող պատճառաբանություններով ընդդիմադիրները այդ շինծու քրեական գործերը, կարված քրեական գործերով տանում են կալանքի 2 ամսով, 1 տարով եւ այլն։ Ստացվում, որ այսպիսի բողոքի ակցիաները ոչ հաճախ են, հա, կազմակերպվում, եւ եթե ավելի շատ լինի, այսպես ավելի, չգիտեմ, հանրության ձայնը լսելի կլինի, ասելիքը տեղ կհասնի։ Երկար ժամանակ ցավոք սրտի ընդդիմության մեջ ներարկված լատենտ նիկոլականները կամ մարդիկ, ովքեր կիսել են Նիկոլ Փաշինյանի կարծիքները, բայց հանդիսացել են որպես ընդդիմադիր, իրենց պատճառով նաև բամբասանքներ ստեղծելու պատճառով, իրականությունը խեղելու պատճառով ընդդիմության մեջ ներգրավված ընդդիմադիր ձևացող այդ գործիչները այնպես են արել, որ ընդդիմությունը հավաքական ընդդիմությունից դարձել է անջատ, տարանջատված ընդդիմություն։ Տարանջատված ընդդիմությունը հնարավորություն է տվել Փաշինյանին լինել ավելի սանձարձակ, քան եղել են իշխանությունները եւ իրականացնել ավելի մեծ թափով այն ծրագրերը, այն գործընթացը, որը նրանք իրականացրել են 18 թվականից հետո։ Եթե այն ժամանակ ընդդիմությունը ավելի ուժեղ էր, որովհետև միասնական էր, եւ այդ ուժը թույլ չէր տալիս օրվա կառավարիչներին ձևավորել այնպիսի իրականություն, այնպիսի օրակարգ, որը բացառապես իրենց շահերից է բխում, այսօր մենք տեսնում ենք, որ այդ իրականությունը դարձել։ Այսինքն ընդդիմության ձեր հարցի պատասխանը հետևյալն է. ընդդիմությունը միշտ եղել է խայտաբղետ, բազմաշերտ, բայց ունեցել է վատ, բայց
հայկական պահպանման հայկական Արցախի էջը պահպանող եւ հայկական ինքնությունը պահպանող գործընթաց, այսինքն որևէ անգամ հանրապետական կուսակցությունը չի նայել որպես հայատեր լինելու կամ բաժնետեր լինելու կամ բաժնեմաս ստանալու գործընթացի մասնակից հանրապետականները միշտ եղել են խրամատի մեջ եւ չեն լքելու այն խրամատը, որը պահում է հայկական պետականությունը, ինչպես ասել է մեր կուսակցության նախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մենք եղել ենք կանք եւ լինելու ենք այդ խրամատում, անկախ նրանից, թե ումն է այդ ակցիան, ումն է այդ պայքարը, իսկ այն բամբասանքները, որոնք մենք շատ հաճախ տեսել ենք, հույս ունեմ, որ կհասկանան մարդիկ, ովքեր այդ բամբասանքները տարածել են, որ միասնականությունն է հնարավորությունը հաղթանակի, միասնականությունն է հնարավորությունը փրկության։ Մենք պետք է ջնջենք սևերի եւ սպիտակների կործանարար թեզը, մենք պետք է ջնջենք այդ գծերը եւ ձևավորենք միասնական համերաշխ հասարակություն առանց սևերի եւ սպիտակների։ Ես նորից եմ ասում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին եւս չի կարելի տարանջատել մեր ժողովրդից, նրանք են մեր ժողովրդի մի մասը եւ պետքա այդ թեզը տարածողների գծած գծերը ջնջել եւ ձևավորել միասնականություն, որը կբերի հաղթանակի։ Մենք ներսում չպետք է ունենանք թշնամիներ, մենք պետք է ներսում ունենանք միասնականություն, որպեսզի արտաքին ուժերի հետ կալանքների տակ պահվող մեր հայրենակիցներին ազատություն, 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 ազատություն։ պայքարի մեջ Հայաստանը միշտ ինչպես ու կես տարի անցկացրել է բանտում, այսօր հնարավորություն ունենք հարցերը, այսօր մենք գիտենք, որ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի հարցի շուրջ գերմանական խոշոր պարբերական անդրադարձ է կատարել եւ ասել է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումների են ենթարկվում փաստորեն նաեւ լրագրողները եւ ոդկասթերները, եւ ես վստահ եմ, որ այս գործընթացը բերելու է այն հնարավորության, որը կտա մեծ արձագանք Փաշինյանի այս ռեպրեսիոն գործողությունների եւ այդ երկակի ստանդարտները, որոնք Նիկոլ Փաշինյանը բերել է եւ այդ երկակի ստանդարտներով է երկակի արդարադատություն, երկակի խոսքի ազատություն, երկակի ուրեմն ժողովրդավարություն եւ այլն, պետքա ձևավորվի հետեւյալ սկզբունքով։ Պետքա լինի իրավական պետություն Հայաստանը եւ Հայաստանի Հանրապետությունում իրավունքները սահմանադրությունը պետքա տարածվի յուրաքանչյուր քաղաքացու համար հավասարաչափ, առանց նայելու իշխանական կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի երկիրն է եւ սահմանադրությունը գրված է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար հավասարաչափ եւ հավասարապես կիրառման համար եւ սահմանադրությունը պետքա պաշտպանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ոչ թե պետքա անտեսվի եւ ուժային կառույցները եւ դատաիրավական համակարգը դառնա մահակ իշխանությունների ձեռքում, որոնք նրանք օգտագործեն ընդդեմ ժողովրդի, ընդդեմ ընդդիմախոսների, ընդդեմ այլակարծության, ընդդեմ այլ կարծիքի, ընդդեմ հասարակական տարբեր շերտերի։ Շնորհակալ եմ, պարոն Դանելյան։